Ամերիկայի Միացյալ Նահանգները ինչին է պետք որոշակի այսպես ասենք տեխնոլոգիաներով կիսվել Հայաստանի նման երկրի հետ եւ առհասարակ իր սահմաններից դուրս։ Բարդ հարցերին հեշտ լուծումներ տալու մտածողությունը միշտ հանգեցնում է կատաստրոֆիկ հետևանքների։ 2025 թվականի ընթացքում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին պարտքը մեծացել է 2.3 տրիլիոն ԱՄՆ դոլարով։ Այն երկրի, որը ինքն է դոլարը տպում, արտաքին պարտքը, դա այդ երկրի խնդիրն է, թե ընդհանրապես բոլորիս խնդիրն է։ Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիո լսողներին եւ ռադիո դիտողներին, դուք դիտում եւ լսում եք Գործարար Ալիքը, տաղավարում աշխատում է Լիաննա Խաչատրյանը։ Այսօր խոսելու ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներից առհասարակ եւ մեր հյուրն է քաղաքական գիտությունների թեկնածու դոցենտ Գոր Պետրոսյանը։ Բարև ձեզ։ Գոր, սկսենք թերևս փախնելու, այսպես ասենք, խուսանավելու հնարավորություն չունենք Ջեյդի Վենսի այցից, Ամերիկայի փոխնախագահը այցելեց Հայաստան եւ Ադրբեջան, որքան եթե ես չեմ սխալվում, սա ամենաբարձր մակարդակի այցներ առհասարակ Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում։ Իմ երևի թե ամբողջ լրագրողական, ճանապարհի ընթացքում, տարիների ընթացքում, որքան ես եղել եմ տարբեր կոնֆերանսների, քննարկումներին, մամուլոասուլիսներին, միշտ լսել եմ նույն պնդումը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներին չի հետաքրքրում Հարավային Կովկասը, կամ առնվազն հետաքրքրում է այնքանով, որքանով որ ԱՄՆ-ն կա, սիմվոլիկ այսպես թռչնակի համար պարզապես ընդհանուր առմամբ ներկա լինելու։ Եվ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները ուզում է Կովկասում որևէ գործողություն ծավալել, նա դա անում է Թուրքիայի ձեռքով։ Երբեք նեղություն չի քաշում, ինչ որ առանձնահատուկ իր գործիքակազմը ներառելու այս ամենի մեջ։ Բայց թվում է թե որ իրավիճակ է փոխվել։ Ինչ է կատարվում հիմա։ Ողջույն Լիաննա, շնորհակալ եմ հրավերի համար եւ նաեւ երկար բայց ճիշտ նախաբանի համար։ Վերջին օրերին իհարկե բնականաբար կարելի ասել բոլորն են խոսել այս այցի մասին եւ պետք է մարդ շատ պարապ լիներ որպեսզի այդ մասին չխոսեր եւ չարծարծեր այս խնդիր, բայց ինչպես պայմանավորենք մենք խոսել ենք ավելի շատ խորքային պատճառների մասին, ոչ թե բուն այցի եւ դրա նպատակների մասին։ Եթե հիմա անդրադառնանք բուն ձեր հարցի էությանը, ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգները միշտ չէ որ այլ պետություններով է իր հարցերը փորձում կարգավորել, Ամերիկայի Միացյալ Նահանգները այնպիսի պետություն է, որ երբ նա ունենում է ցանկություն կամ ամերիկյան էլիտայի մոտ առկա է լինում ցանկություն զբաղվելու X, Y կամ Z խնդիրներով, երբ որ գոյություն են ունենում այդտեղ հետաքրքրություններ եւ շահեր, ապա Ամերիկայի Միացյալ Նահանգները այդ ռեսուրսը շարունակում է ունենալ։ Չնայած այն հանգամանքին, որ վերջին տասնամյակի ընթացքում էականորեն նվազել է ամերիկյան ազդեցությունը ամբողջ աշխարհում, ոչ թե նրա համար, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն է թուլանում, այլ նրա համար, որ զուգահեռ այլ տերությունների ռեսուրսներն են ավելի մեծանում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների ռեսուրսները սկսում են ավելի սահմանափակվել, այնուամենայնիվ Միացյալ Նահանգները համարվում է դեռևս աշխարհի համար մեկ տնտեսությունը, այն դեռևս ունի աշխարհի ամենաառաջատար բանակը եւ հզորությունը։ Այս տեսանկյունից Միացյալ Նահանգները դեռևս չունի այնպիսի մրցակից գոնե մեր տարածաշրջանում, որը որ կարողանա զսպել Միացյալ Նահանգների հետաքրքրությունը։ Ինչ է փոխվել Միացյալ Նահանգների հետաքրքրության մեջ, մեծ հաշվով այստեղ կարելի է մի քանի մասերի բաժանել, ամերիկյան հետաքրքրությունները, սկսած ներքաղաքական հետաքրքրություններից, որոնք որ առկա են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, եթե մենք հիշենք 2024 թվականի ընտրությունների ժամանակ Դոնալդ Թրամփը ինչպիսի կարգախոսներով էր գալիս իշխանության, այնտեղ հիմնական կարգախոսները վերաբերվում էին այդ թվում նաև տնտեսությանը, որ Միացյալ Նահանգների տնտեսությունը շատ արագ պետք է վերականգնվի եւ այլն, իսկ այսօր մենք չենք տեսնում այդ վերականգնումը, վստահ եմ այս հարցին դեռ կանդրադառնանք մեր զրույցի ընթացքում, եւ սրան գալիս է տնտեսության փոխարինմանը, գալիս է այլ այդ բացը լրացնելու համար գալիս է այլ թեմա եւ դա արտաքին քաղաքականությունն է, մասնավորապես արտաքին քաղաքականության մեջ ամերիկյան ձեռքբերումները, հաջողությունները ոչ միշտ են որ դրանք լինում են իհարկե, բայց նաեւ պետք է ցույց տալու բան լինի հասարակությանը, ինչպես ասում են, ժողովուրդը տեսարան է պահանջում եւ այդ տեսարանը նաեւ նրանց տում է եւ այս տեսանկյունից եւս բավականին կարեւոր է, այն
այն ինչը որ շատ ժամանակ մեզանում ծաղրի է արժանանում, երբ Դոնալդ Թրամփը չի կարողանում ճիշտ արտաբերել Հայաստանի Ադրբեջան անվանումները եւ այլն, էական չէ, էականը այն է, թե ինչպես է դա անկալվում ամերիկյան հասարակության եւ մասնավորապես Դոնալդ Թրամփի էլեկտորատի կողմից։ Շատ հաճախ նրանք եւս բոլորը չէ որ գիտեն թե որտեղ է գտնում առհասարակ քարտեզի վրա այս պետությունները։ Սա մեկը այն դրույթներից, որոնք որ կարևոր են։ Երկրորդ մրցակցությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների պոտենցիալ մրցակիցների հետ այս տարածաշրջանում եւ այստեղ իհարկե առանցքային Իրանի Իսլամական Հանրապետությունն է, Ռուսաստանի Դաշնությունն է, որոնց հետ Ամերիկայի Միացյալ Նահանգները այս տարածաշրջանի համար երկար ժամանակ է մրցակցել եւ այժմ անմիջական մասնակցությունով նրա մոտ շատ ավելի հեշտ է ստացվում այս տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնել, իսկ պահը իրոք պատմական է Ամերիկայի Միացյալ Նահանգների համար եւս։ Բացի այդ եւս մեկ կարևոր հատված դա Չինաստանի աճող ազդեցությունն է, այդ թվում նաեւ մեր տարածաշրջանում, այդ թվում նաեւ օգտակար անածոների համար, որոնք առկա են մեր տարածաշրջանում, ենթակառուցվածքների համար եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւս հասկանում են, որ սուրբ տեղը դատարկ չի մնում, հա, ինչպես ասում են ոչ հայերեն ասացվածքում։ Եվ այստեղ եւս շատ կարևոր է եւ երրորդ հատվածը, որ կարելի է այստեղ առանձնացնել, դա նաեւ դիվանագիտական աշխատանքն է, որ տարվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներից, որը բավականին ակտիվ է եւ որտեղ բավականին կարևոր դերակատարում ունեն նաեւ գերատեսչությունները, կարևոր դերակատարում ունեն նաեւ քաղաքական գործիչները, որոնք որ աշխատում են Միացյալ Նահանգների համապատասխան պաշտոնյաների հետ, վերջի վերջո նման այցերը թեկուզ պաշտոնական դրանք մեկ օրում չեն պլանավորվում եւ մեկ օրում պատահականությամբ չեն ստացվում, իհարկե չչափազանցնելով դրա պատմականությունը եւ այլն, որովհետեւ այցը աշխատանքային էր այնուամենայնիվ, օրակարգը նախապես էր պլանավորված, այդ օրակարգի շուրջ պայմանավորությունները ձեռք էին բերվել շատ ավելի վաղ։ Եվ չմոռանանք, որ դեռևս 1 տարի առաջ 25 թվականի հունվարին Վաշինգտոնում արդեն իսկ ստորագրվել էր Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև այդ ռազմավարական համագործակցության խարտիան եւ այլն, եւ արդեն իսկ հիմքը դրված է շատ ավելի վաղ, քան բուն այցներ։ Այցը իհարկե կարեւոր է, բայց դա շարունակականության եւ այդ տրամաբանության շարունակության մեջ է պետք պատկերացնել եւ ոչ թե որպես ինչ-որ մի բեկումնային կետ եւ հեղափոխական ինչ-որ նոր մեկնարկ։ Օգտակար հանածոները դուք էլ ձեր խոսքում ասացիք եւ չեմ խափի, եթե ասեմ, որ հասարակ, հա, ինֆորմացիայի հասարակ սպառողը, ոչ մասնագետը, վերջին շրջանում ինչ-որ շատ է լսում օգտակար հանածոների մասին, թե կապված Ուկրաինայի պատերազմի հետ, թե կապված մեր տարածաշրջանի հետ, ընդհանրապես սա նոր խնդիր է, սա նոր հետաքրքրություն է, թե այն միշտ եղել է պարզապես այս պահին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը սկսել է այդ մասին խոսել։ Գիտեք, այն միշտ եղել է մարդկության պատմության ողջ ընթացքում է եղել, ես կասեի, հա, եթե մենք կարդանք այսպես պատմության սոցիոլոգներին Լենսկիին օրինակ, ինչ էր ասում, այս հեղինակն ասում էր, որ մարդկային հասարակությունների մրցակցության մեջ մշտապես հաղթող են լինում այն հասարակությունները, որոնք ավելի արագ են կարողանում ադապտացնել նորագույն տեխնոլոգիաները, ոչ միայն դրանք որպես գործիք կիրառելու, այլ նաև հասարակական փոխհարաբերությունների մեջ մտցնելու տեսանկյունից։ Եվ այդպիսի հասարակությունները որպես կանոն ավելի առաջատար են լինում եւ կարողանում են հաղթանակել մյուս հասարակությունների կացութաձևի նկատմամբ, հա։ Բայց չեմ հասկանում, որ այս նոր տեխնոլոգիաները, որոնց մասին մենք հիմա խոսում ենք, ասարդի, իրանք էլ են պահանջում շատ օգտակար հանածոներ, դրան է տանում էլի ավելի շատ։ Իհարկե, եւ այս տեսանկյուններից նաև պետության հզորությունն է չափում տեխնոլոգիաներով, հա, որքան որ պետությունը տեխնոլոգիապես ավելի զարգացած է, այնքան ավելի արդյունաբերականացված է լինում, նա դեմոգրաֆիան նաև այնքան ավելի օգտակար կարելի է օգտագործել, քո օգտակար գործողության գործակիցը վերջի վերջո ավելի մեծ է լինում։ Եվ այս տեսանկյունից Ամերիկայի Միացյալ Նահանգները վերջին տարիների ընթացքում կարծես թե սկսել էին իրենց դիրքերը աստիճանաբար զիջել, Չինաստանը վերելք էր ապրում այս տեսանկյունից։ Մի հետաքրքիր փաստ աշխարհում արդյունահանվող այդ եզակի հանքաքարերի 90%-ը արդյունահանվում է Չինաստանում, որովհետև դա ստանալու համար տեխնոլոգիաներ են հարկավոր, շատ էներգիա է հարկավոր դրա համար եւ այլն, եւ այս տեսանկյունից Չինաստանը առաջատար դիրքեր է զբաղեցնում։ Իսկ այդպիսի տեխնոլոգիաները օգտագործվում են օրինակ սմարթֆոններ արտադրելու մեջ, չիպերի համար։ Եթե սկսենք կենցաղային իրերից, հա, այդպիսի տեխնոլոգիաները օգտագործվում են մեքենաշինության մեջ, այդպիսի տեխնոլոգիաները օգտագործվում են նաև միջուկային
միջուկային սպառազինության մեջ, նավատորմի կառուցման մեջ եւ այլն եւ այլն, եւ այս տեսանկյունից բոլոր տեղերում անհրաժեշտություն է առաջանում հանքանյութերի արդյունահանման, որպեսզի նաեւ տնտեսությունները կարողանան մրցակցել միմյանց հետ։ Մենք դեռևս կարող ենք հիշել Դոնալդ Տրամպի առաջին պաշտոնավարման ժամանակ 2017 թվականից կիրառվող սահմանափակումները, որոնք կիրառվում էին Չինաստանի նկատմամբ, որպեսզի կարողանան զսպել չինական Huawei առաջընթացը։ Եվ տեխնոլոգիաները իրականում շատ կարևոր են, միշտ չէ, որ մենք նկատում ենք, թե մենք ինչպես ենք տեխնոլոգիապես ինտեգրվում այս կամ այն հասարակությանը, հա։ Մեր ունկնդիրներին եւ դիտողներին շատ ծանոթ են բոլոր այն սոցիալական ցանցերը, որոնք որ ավելի շատ տարածված են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Արևմուտքում մեծ հաշվով, բայց չմոռանանք, որ մեզնից հյուսիս գոյություն ունի զուգահեռ սոցիալական իրականություն, հա, որտեղ օրինակ Facebook սոցիալական ցանցին փոխարինում է VKontakte սոցիալական ցանցը։ Մյուս կողմից օրինակ գոյություն ունի չինական Messenger-ին, Max-ը եւ այլն, արդեն իսկ գոյություն ունի չինական սոցիալական ցանցերը, WeChat եւ այլն, որոնք ամբողջությամբ փոխարինում են արևմտյան սոցիալական ցանցերին եւ սրանք նաեւ մարդկային փոխհարաբերությունների նոր տեսակ են բերում իրենց, հա, որովհետեւ ժամանակակից մարդը երիտասարդները մասնավորապես եւ ոչ միայն իրենց օրվա մեծ մասը անց են կացնում նաեւ սոցիալական ցանցերում կամ առնվազն ազատ ժամանակի մեծ մասն են անցկացնում եւ սա նաեւ սոցիալականացման, փափուկ ուժի գաղափարների տարածման գործիքներ են, որոնք յուրաքանչյուր գերտերություն առնվազն փորձում է իր յուրատեսակ քաղաքական եւ մշակույթին նմանը ստեղծել եւ այստեղ եւս մրցակցությունը բավականին մեծ է Միացյալ Նահանգների եւ մյուս պետությունների միջեւ։ Տեխնոլոգիաների մասին խոսվեց նաեւ վարչապետը, հա, իր խոսքի մեջ ասաց, որ արհեստական բանականության համատեղ զարգացման ուղղությամբ են գնում, բնականաբար մենք մասնագետ չենք բուն տեխնոլոգիական խնդիրներից ես չեմ հարցնի, բայց օրինակ ինձ հետաքրքրում է Ամերիկայի Միացյալ Նահանգները ինչին է պետք որոշակի, այսպես ասենք, տեխնոլոգիաներով կիսվել Հայաստանի նման երկրի հետ եւ առհասարակ իր սահմաններից դուրս։ Թվում է, թե կա օրինակ կա Չինաստան, որ իր մեջ է տեխնոլոգիական զարգացումը ապրում է, դու էլ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ջան, հա, քո սահմաններից ներս զարգացրու տեխնոլոգիաները եւ մի կիսվիր տեխնոլոգիական գաղտնիքներով թույլ մի տուր, որ նաեւ զարգանան անգամ քո հովանուներ, քո, հա, այսպես ասենք, քո վերահսկողության ներքո այլ երկրներ։ Սա ինչի տեսակի քաղաքականություն է։ Իսկապես շատ ճիշտ նշեցիք, հա, ես տեխնոլոգիական մասնագետ եւ փորձագետ չեմ եւ շատ ավելի ճիշտ կլինի, որպեսզի այս թեմայով համապատասխան գիտելիքներ ունեցող մարդիկ մեկնաբանություններ տան, այնուամենայնիվ շատ կարճ, որպեսզի փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում այս տեսանկյունից, մեկ, եթե մենք նայում ենք օրինակ փաստաթղթերին, որոնք ստորագրվել են Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ, մենք տեսնում ենք այստեղ դարձյալ, հա, օրինակ հանքարդյունաբերության ոլորտի նոր հետախուզություն կատարել եւ այլն, որը եւս վերաբերելի է Հայաստանում արկա օգտակար հանածոների պաշարներին, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները ամենուր է այժմ փնտրում օգտակար հանածոների նոր պաշարներ եւ որոնք կարելի է հետագայում օգտագործել իր տեխնոլոգիաների մեջ եւ մասնավորապես եթե մենք փորձենք նայել նաեւ Հայաստանից արտահանման տվյալները, մենք տեսնում ենք, որ վերջին տարիների հանքարդյունաբերության ոլորտի արտահանման մի զգալի հատված սկսել է հոսել դեպի Չինաստան, ինչը եւս բավականին հետաքրքիր է եւ այս տեսանկյունից Չինաստանի գոտի եւ ճանապարհ նախագիծը այժմ կարծես թե մրցակից է ստանում իդեմս Ամերիկայի Միացյալ Նահանգների, այստեղ շատ կարեւոր է ոչ միայն հարավային Կովկասը իրականում, հա, որովհետեւ մենք հարավային Կովկասը ինքը առանձին մեծ դերակատար չէ համաշխարհային քաղաքականության մեջ, հա, եթե մենք փորձում ենք նաեւ միավորել հարավային Կովկասը Միջին Ասիայի Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքականության հետ, չմոռանանք աշնան է այդ կենտրոնական Ասիայի 5 պետությունների եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև հանդիպում պայմանավորվածությունները եւ այլ, ապա այստեղ շատ ավելի է մեծանում դերակատարումը եւ գաղափարը բուն, թե ինչպիսին պետք է լինի Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքականությունը այս տարածաշրջանում, ինչը բխում է միջազգային հարաբերությունների ռեալիզմի տեսությունից, հա,
փոխզսպումների մեխանիզմի ստեղծման եւ երբ որ այսինքն պետությունները եւ դրանք գումարած նաեւ Կովկասի պետությունների ներուժը գումարում է, ապա ստացվում է որ այս պետությունները կարողանում են իրենցից ներկայացնել բավականին տնտեսական, քաղաքական կշիռ, որը ի վիճակի է որոշակիորեն փոխզսպելու Ռուսաստանի Դաշնության քաղաքականությունը կամ Իրանի կամ Չինաստանի ծավալվող ազդեցությանը մասնավորապես Միջին Ասիայում, հա, որտեղ այն բավականին մեծացել է վերջի տարիների ընթացքում։ Մյուս կողմից, երբ խոսում ենք այն գործընթացների մասին, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգները կիսում է իր տեխնոլոգիաներով եւ այլն, ապա այստեղ եւս մենք պետք է նկատենք, որ այլընտրանք միշտ գոյություն ունենում է, հա։ Եվ վերջին 11-ի ընթացքում այստեղ մասնավորապես Չինաստանը այն դերակատարումը, որ ստանձնում է իր արտաքին քաղաքականության մեջ, հա, տնտեսական աջակցություն, տեխնոլոգիական աջակցություն, արդյունաբերական աջակցություն զարգացող երկրներին, անում են այդ պետությունները, իհարկե, եւ դրա միջոցով նաեւ տարածվում է ազդեցությունը, հա, որովհետեւ որքան որ արդյունաբերական համալիրները եւ տնտեսությունները փոխկապակցված են լինում, այնքան ավելի է մեծանում այդ պետության ազդեցությունը փոքր պետությունների վրա։ Եվ այս տեսանկյունից Ամերիկայի Միացյալ Նահանգները ոչ միայն կովկասյան պետությունների, այլ նաև առհասարակ իր արտաքին քաղաքականության մեջ որդեգրել է այսպես ասած նոր դոկտրին, եւ այդ դոկտրինի հիմնական դրույթներից մեկը այն է, ի տարբերություն նախկին քաղաքականության, որ Միացյալ Նահանգները իրականացնում էր, որ այլևս այդ հումանիտար էքսպանսիան, մշակութային եւ այլն ժողովրդավարության արժեքների տարածում եւ այլն երկրորդային են դառնում Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության մեջ, շեշտադրումը դրվում է հիմնականում տնտեսական գործիքների վրա, համագործակցության խորացման վրա։ Սա կոնցեպտուալ փոփոխություն է, որը արտաքին գործիքակազմն է փոխում եւ ոչ թե մեկ երկրի հետ հարաբերությունները։ Սա ավելի շատ նման է հենց Չինաստանի արտաքին քաղաքականությանը։ Հետաքրքիր է, որ Չինաստանն է միշտ այդպես դրանով հայտնի, որ Չինաստանը երբեք չի խառնվում ձեր մշակութային անցուդարձին, լայն իմաստով, հա, քաղաքական մշակութային է։ Չինաստանը համագործակցում է տնտեսական դաշտում եւ ռեսուրսների դաշտում։ Ամերիկան նույնպես, հա։ Ժամանակին նաեւ Միացյալ Նահանգները նույն կերպ համագործակցել, այսինքն ասել, որ Միացյալ Նահանգների համար միշտ է որ քաղաքական ռեժիմի տիպը կարևոր է, այնքան էլ ճշմարիտ չէ, որտեղ 90-ականներից սկսված, երբ նա դարձավ միանշանակ հեգեմոն, ավելի շատ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության մեջ մի քանի անգամ է եղել, երբ որ այդ մշակութային դերակատարումը արտաքին արժեքաբանական դերակատարումը արտաքին քաղաքականության մեջ փորձել են առաջին պլան բերել, այսպես ասած, հա։ Առաջին փորձը դա Վուդրո Վիլսոնի ժամանակներն էր, վստահ եմ ձեր ունկնդիրներին շատ հայտնի է, հա, որը որ բայց Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսի կողմից մերժում էր ստացել եւ սա պետական քաղաքականություն չէր, սա ավելի շատ պետության առաջնորդի գաղափարական առաջնորդումներ, հա, եւ միևնույն ժամանակ հիշենք, որ առաջին համաշխարհային պատերազմից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսը առհասարակ հրաժարվում էր իր զորքերը Եվրոպայում տեղակայելուց։ Երկրորդ անգամ տեղի ունեցավ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, հա, եւ ամբողջ երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում չմոռանանք, որ Միացյալ Նահանգները համագործակցում էր դաշնակիցների հետ, ու սկզբում օրինակ բրիտանացիների հետ, cash and carry հետ, այսինքն երբ բրիտանացիները պետք է վճարեին եւ բրիտանացիները պետք է ներմուծումը կազմակերպեին զենքի զինամթերքի, այս պայմանագրով էին իրականացնում, իսկ հետագայում երբ որ արդեն բրիտանացիների ուժերը չէր բավարարում որպեսզի կարողանային ներմուծումը կազմակերպել, ստեղծվեց Լենդ-լիզը, ու դրանից հետո Մարշալի պլանը եւ այլն, վստահ եմ մեր ունկնդիրներին շատ հայտնի են սրանք, որի միջոցով Միացյալ Նահանգները տնտեսական աջակցությամբ փորձում էր վերականգնել եվրոպական հետպատերազմական տնտեսությունները։ Սակայն այն ժամանակահատվածը, երբ որ այդ արժեքները, այսպես ասած, ժողովրդավարություն, մարդու իրավունքներ եւ այլն դարձան Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության գերակայություններից, դա 70-80-ական թվականներն էին։ Հիշեցնեմ, որ այս ժամանակահատվածում Միացյալ Նահանգները նոր տանուլ տվել վիետնամական պատերազմը, տնտեսությունը գտնվում է շատ վատ վիճակում, թվում էր թե Միացյալ Նահանգները տանուլ է տալիս առհասարակ սառը պատերազմը խորհրդային միությանը եւ անհրաժեշտ էր նաեւ գաղափարական նոր գործիքներ, որի միջոցով կարողանային մրցակցության մեջ մտնել խորհրդային միության հետ, հա, ինչ էր առաջարկում խորհրդային միությունը գաղափարական տեսանկյունից, հավասարություն, լավ կյանք եւ այլն։ Իսկ Միացյալ Նահանգները փորձեցին առաջարկել իրենց
սեփական գաղափարները դա ազատության գաղափարներ, արդարության, ժողովրդավարության եւ այլն, եւ դարձավ աստիճանաբար ավելի գաղափարականացված արտաքին քաղաքականությունը։ Այսինքն Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը պատմության ընթացքում եղել է կամ իներտ, կամ ավելի ակտիվ, դրանք շրջափուլեր են, որոնք պարբերաբար կրկնվել են եւ որպես 15-20 տարի մեկ այդ քաղաքականությունը փոփոխվում է։ Ոչ մի նոր բան արևիտակ, ես ձեր թույլտվությամբ ինձ թվում այսօր մեր հաղորդման ընթացքում մի քանի անգամ կամա թե ակամա պատմական զուգահեռներ կանենք, բայց երբ որ դուք խոսում եք նույն Չինաստանի մասին, այս եթե դու չանես մրցակիցդ կանի, չնայած նրան, որ հիմա շատ ենք խոսում բազմաբևեռ աշխարհի մասին, որ խաղացողները շատացել են, բայց սրան զուգահեռ, եթե մենք աշխարհին նայում ենք հենց տեխնոլոգիական զարգացման տեսակետից, մի տեսակ տպավորություն է, որ աշխարհը կրկին դարձել է երկբևեռ, այսօր տեխնոլոգիական կամ մեծ հաշվով երկու խոշոր կենտրոն, դա Ամերիկայի Միացյալ Նահանգներն է եւ դա Չինաստանն է։ Եվ մի տեսակ այս երկու տեխնոլոգիական բևեռների միջև կա լուր սառը պատերազմ կամ գոնե դա նման է, հա, այն ինչ տեղի է ունենում, որ զուգահեռներ են գնում, առնվազն ինձ մոտ նման զուգահեռներ ստեղծվում, չգիտեմ։ Բավականին ավելի տարբեր է, քան սառը պատերազմի ժամանակ, որովհետև ուժերի հարաբերակցությունը, տնտեսությունները, զարգացվածությունը ավելի տարբեր են, բացի այդ այնքան էլ չկա այն կացութաձևի տարբերությունը, որ առկա էր Միացյալ Նահանգների Խորհրդային Միության միջև սառը պատերազմի ժամանակահատվածում, բայց մրցակցությունը կատաղի է կարելի ասել, հա։ Չմոռանանք, որ այս երկու պետությունների տնտեսությունները եւս առաջատարն են, մոտավորապես 20% է կազմում յուրաքանչյուրի համախառն ներքին արդյունքը համաշխարհային տնտեսության մեջ։ Երկու պետությունները եզակի են նաև իրենց ունեցած պարազինությունների, բանակների եւ այլնի տեսանկյունից, ֆինանսական համակարգերի տեսանկյունից, բայց չմոռանանք, որ Միացյալ Նահանգները դեռևս ավելի առաջատար է։ Եթե նայում ենք նոմինալ համախառն ներքին արդյունքները, ապա տեսնում ենք հավասարություն, բայց երբ որ այդ համախառն ներքին արդյունքը բաժանում ենք բնակչության քանակի վրա, ապա մենք տեսնում ենք, որ 4-5 անգամ ավելի աղքատ է ապրում մեկ չինացին, հա, կան Ամերիկայի Միացյալ Նահանգների մեկ բնակիչը, ինչը բավականին մեծացնում է այդ տարբերությունը նաև զարգացվածության տեսանկյունից։ Չինաստանում եւս կա այդ ընկալում, որ իրենք դեռևս պատրաստ չեն իրենց բանակը բավականաչափ մոդեռնիզացված չէ, բախման մեջ չեն ցանկանում եւ չեն մտնում, եւ եթե ուշադիր նայում ենք այն քաղաքականությանը, որ վարում է Չինաստանի քաղաքական առաջնորդությունը, մենք տեսնում ենք անդադար զգուշավորություն։ Հա, մի կողմից ներքին ռեֆորմներ, արդիականացում, ինչպես հասարակության, այնպես էլ զինված ուժերի, եւ մյուս կողմից մաքսիմալ զգուշավորություն, որ պեսի փորձեն խուսափել ցանկացած թեժ հակամարտությունից կամ առնվազն երկարաձգել, մինչև որ բանակային ռեֆորմները ավարտին կհասցվեն։ Սա մի կողմն է սակայն խնդրի, բայց գոյություն ունի նաև խնդրի այլ հատվածներ եւս, հա։ Դարձյալ, եթե այստեղ դոկտրինալ փաստաթղթերին ենք նայում, ընկալումներին ենք նայում, Միացյալ Նահանգները շարունակում են ընկալել ոչ միայն Չինաստանին որպես մրցակից, այլ նաև Ռուսաստանի Դաշնությանն ու որպես գլխացավանք, հա, troublemaker, այսպես ասած։ Նախկինում եթե համարում էր թշնամին, հա, գաղափարական եւ այլն, հիմա որպես հիմնական, այսպես խնդիրներ ստեղծողն է համարվում Միացյալ Նահանգների համար։ Եվ այս տեսանկյուն չմոռանանք, որ Ռուսաստանի Դաշնությունը ունի աշխարհի ամենամեծ միջուկային սպառազինությունը, ինչը ոչ պակաս կարևոր է եւ ոչ պակաս վտանգավոր է եւ անհրաժեշտ է նաեւ այստեղ բանակցել։ Եվ այս տեսանկյունից եւս, հա, խնդիրները այնքան բազմաշերտ են իրականում, որ չեն կարող ասել, չէ, որ միայն երկու բևեռներ գոյություն ունեն եւ սա եկել է փոխարինելու սառը պատերազմի տրամաբանությանը։ Իրականում պատկերը շատ ավելի բարդ է, եւ զուտ սառը պատերազմի տրամաբանությունը այլևս կիրառելի չէ, որովհետեւ նաեւ չինական տնտեսությունը շուկայական տնտեսություն է։ Միացյալ Նահանգները եւ Չինաստանը ունեն առևտրի խոշոր ծավալներ, հա, եթե չեմ սխալվում 700 միլիարդից ավել է տարեկան նրանց առևտրաշրջանառությունը։ Չմոռանանք ֆինանսական ներդրումների մասին։ Չմոռանանք, որ Չինաստանը Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին պարտքի խոշոր սեփականատերից մեկն է եւ այլն, հա, այսինքն գոյություն ունի նաեւ ֆինանսական փոխկապակցվածություն եւ փոխկախվածություն Չինաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ, եւ երբ որ մեկի տնտեսությանը վնաս է հասում, դա ավտոմատ ազդում է մյուսի տնտեսության վրա եւս։ Բայց վերջին տարիների ընթացքում մենք նաեւ տեսնում ենք ստաբիլ, այսպես կայուն նվազում երկու կողմերի առևտրաշրջանառության միջեւ։ Սա եւս կախված է եւ Տրամպի քաղաքականությամբ,
եւ նաեւ արդյունաբերության տրամաբանության փոփոխությամբ Ամերիկայի մեջ։ Ստացվում է խնդիր, ինչպես վնասազերծել մրցակցիդ առանց ինքդ քեզ վնասելու։ Երկսայրսերով։ Երկսայրսեր։ Խոսեցիք, ես ճիշտ ասած, այս հարցը մի քիչ ավելի ուշ էի նախատեսում, բայց քանի խոսքը գնաց, եկեք անդրադառնանք Ռուսաստան-Ամերիկա հարաբերություններին։ Ես գուշակում եմ, որ Ռուսաստանի դերը լուրջ խնդրից որպես պարզապես գլխացավանքի, այսպես ասենք, իջել է տնտեսության հաշվին, այսինքն ռուսական տնտեսությունը այլևս այն մրցակիցը չէ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, որ կարող է լինել։ Այդուհանդերձ Ռուսաստանը դիտարկվում է որպես գլխացավանք իր ռազմական ներուժի շնորհիվ, ինչպես նաև կարող է պոտենցիալ, ունի այսօր վաղը Չինաստանի հետ միասին լուրջ խնդիրներ առաջացնի Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Ընդհանրապես Ռուսաստանի վերաբերմունքը ինչպես է, որովհետև մենք տեսնում ենք, որ Թրամփը արդեն քանի ամիս է անարդյունք փաստացի փորձում է ոչ միայն Ուկրաինայի հարցը լուծել, այլ այնպես տպավորությունով լեզու գտնել առհասարակ Վլադիմիր Պուտինի հետ։ Ու կարծես թե չի ստացվում։ Շատ հետաքրքիր հարց է այստեղ բացում իրականում, որովհետև դարձյալ Տրամպի նախընտրական խոստումների, լոզունգների շարքից եթե փորձենք անդրադառնալ, հիշում եք, նա ասում էր, ես այդ պատերազմը կարող եմ ավարտել 24 ժամվա ընթացքում։ Արդեն քանի ամիս է 24 ժամվա ընթացքում պարոն Թրամփը ավարտում է պատերազմը։ Եվ սակայն այդպես էլ իրականություն չդարձավ, դժվար դառնա առաջիկա ժամանակահատվածում, որովհետև երկու թե ուկրաինացիների, թե Ռուսաստանի Դաշնության պոտենցիալը չի երիքում պատերազմը արագ ավարտելու համար, երկուսի ռեսուրսներն նաև առայժմ բավարարում են այդ երկարաձգված, այսպես հյուծման պատերազմ վարելու համար։ Սակայն մեկ այլ կարևոր հատված, որ գալիս է Ամերիկայի Միացյալ Նահանգների դարձյալ արտաքին քաղաքական տրամաբանությունից, ինչ էին ասում ռեալիզմի դպրոցի աջակիցները, ասում էին հետևյալը, որ մեր գլխավոր մրցակիցը համաշխարհային քաղաքականության մեջ ոչ թե Ռուսաստանի Դաշնությունն է, ինչը դուք նշեցիք, որը համաշխարհային հնայի ընդամենը 2.5%-ն է կազմում, որի դեմոգրաֆիան մոտավորապես 150 միլիոն է եւ առանձնապես իր որակով այս պահին չի կարողանում որևէ էական մրցակից լինել եւ մարտահրավեր նետել Միացյալ Նահանգներին, այլ Միացյալ Նահանգների հիմնական մրցակիցն ու ախոյանը Չինաստանն է, որը կարող է Միացյալ Նահանգների, այդ թվում ֆինանսական համակարգին ռեալ այլընտրանք դառնալ, եւ զգալիորեն նվազեցնել Միացյալ Նահանգների դերակատարումը։ Ու այս տեսանկյունից ռեալիզմի դպրոցի աջակիցներ, այդ թվում Տրամփի խորհրդատուներից շատերը ժամանակին ասում էին, որ դեմոկրատների ժամանակին ասում էին, որ դուք Ռուսաստանին հրեցիք Չինաստանի գիրկը, այն դարձրեցիք Չինաստանի ետնաբակը եւ որտեղից որ Չինաստանը կարող է էժան ռեսուրսներ ձեռք բերել, բացի այդ ամբողջ այդ սահմանի երկայնքով լարումն է շատ թուլացել եւ Չինաստանը իր ողջ ներուժը այժմ կարող է հարավ-արևելյան Ասիայում կենտրոնացնել, որտեղ համաշխարհային առևտրի 1/3-ն է ընթանում եւ այդտեղ ավելի մեծացնել իր դերակատարումը եւ ձեր կողմից նշված հեղինակ եւ ոչ միայն այլև շատ այլ մտածողներ եւս նշում են, որ սա խոշոր ռազմավարական սխալ էր, որ Միացյալ Նահանգները թույլ են տվել եւ այդ թվում այս խնդիրը լուծելու համար Տրամպը նախնական շրջանում հիշում ենք այն ստորացուցիչ հանդիպումը Ուկրաինայի նախագահի հետ Օվալ սենյակում Սպիտակ եւ այլն, հենց դրան էին միտված, որ պատերազմը արագ ավարտենք, կարգավորենք հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ եւ այսպիսով փորձենք ավելի շատ զսպել Չինաստանին։ Այնուամենայնիվ դա տեղի չունեցավ, որովհետեւ Ռուսաստանի Դաշնությունում եւս մարդիկ ունեն իրենց ռազմավարական շահերը, շատ լավ են հասկանում, նաեւ պահի թելադրանքը եւ պահի տված հնարավորություններն են լավ հասկանում եւ ավելի երկարաժամկետ իրենց քաղաքականությունն են իրականացնում։ Այստեղ նաեւ Ամերիկայի ներողություն ընդհատեցի, այսինքն ես ճիշտ եմ հասկանում, որ ինչ որ պահի Վաշինգտոնում կար մտայնություն, որ եթե բավարար, այսպես ասենք, պրեսինգ օգտագործենք Ուկրաինայի վրա, այսինքն ստիպենք, որ Ուկրաինան հետ կանգնի, Ռուսաստանը միանգամից կկանգնի։ Խնդիրը միայն դրա մեջ է։ Հետո փորձեցին ու պարզվեց, որ չէ, ամեն ինչ այդքան հեշտ չէ, Ռուսաստանը չի կանգնի։
նու հետեւյալը, հա, բարդ հարցերին հեշտ լուծումներ տալու մտածողությունը միշտ հանգեցնում է կատաստրոֆիկ հետևանքների։ Այդում եթե մենք նայում ենք ամերիկյան տնտեսությանը, ինչ է կատարվում վերջի տարիների ընթացքում, դարձյալ մենք տեսնում ենք այս նույն տրամաբանության արտացոլանքը։ Մի հետաքրքրաշարժ թիվ նշեմ, 2025 թվականի ընթացքում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին պարտքը մեծացել է 2.3 տրիլիոն ԱՄՆ դոլարով։ Մի քիչ բարդ թիվ է պատկերացնելու համար, հա, սա ռեկորդային է Ամերիկայի Միացյալ Նահանգների ամբողջ պատմության համար։ Անկամ 2020 թվականի ընթացքում COVID-ի տարում Միացյալ Նահանգների արտաքին պարտքը մեծացել էր, ոչ միայն արտաքին, պարտքը, պետական պարտքը մեծացել էր 1.5 տրիլիոն դոլարով։ Այսինքն 25 թվականին ավելի մեծ չափի գումարով է մեծացել։ Եվ եթե դարձյալ հիշենք ներկայիս վարչակարգի խոստումները, որոնք որ նրանք տալիս էին 24 թվականի ընտրությունների ժամանակ, եւ տնտեսական արդյունավետությանն էր վերաբերվում, հա, որ գալով իշխանության մենք պետական համակարգում կրճատումներ են կանել եւ իսկապես մոտ 300,000 աշխատակիցների կրճատեցին, սակայն պարզվեց, որ դրա շնորհիվ պետական պարտքը ոչ թե կրճատվեց, այլ ավելի մեծ չափերի հասավ։ Բացի այդ, նաեւ որոշակի կրճատումներ տեղի ունեցան օրինակ սոցիալական եւ առողջապահական ոլորտներում, ինչը խոցելի խավերին ավելի խոցելի է դարձնում եւ դարձյալ մեծացնում է մարդկանց մոտ այդ բողոքի ալիքը, այնպես որ մենք Միացյալ Նահանգներում շուտով նոր քաղաքական դրսևորումներ ենք տեսնելու, այնպես չէ որ այն քաղաքական իրավիճակը, որը այժմ գոյություն ունի, այն այսպես ստատիկ դարերով պահպանվելու է։ Հիշեցնեմ մեր ունկնդիրներին, որ նաև նոյեմբերին սպասում են Միացյալ Նահանգների կոնգրեսի ընտրություններ, եւ որոնք ոչ պակաս կարևոր են լինելու։ Այժմ Միացյալ Նահանգներում պատմական պահ կարելի ասել այդ տեսանկյունից, երբ որ հանրապետականները եւ կոնսոլիդացված Տրամպի կոնսոլիդացված իշխանությունը ունի մեծամասնություն եւ ներկայացուցիչների պալատում, որ ստոլին պալատն է Միացյալ Նահանգների կոնգրեսի եւ սենատում, չնայած փոքր է մեծամասնությունը, բայց միևնույն է մեծամասնություն է եւ ցանկացած շատ օրենքներ են հանձնում այդ դեպով, հա։ Բացի այդ ունի կոնսոլիդացված քաղաքական վարչակազմ, ինչ չուներ օրինակ 16-20 թվականների ընթացքում, հա, թիմը այդպեսին չէր, ինչպեսին որ այսօր է, եւ բացի այդ նաեւ Միացյալ Նահանգների գերագույն դատավորների մեծամասնությունը հանրապետականների կողմից ընտրված դատավորներ են։ Իսկապես այս տեսանկյունից բավականին Դուք հիմա նկարագրում եք այն իրավիճակը, որը որոշ ամերիկյան դեմոկրատական մեդիաներ անվանում են, որ ամերիկյան դեմոկրատիայի մահն է, հա։ Չէ, մահը ծայրահեղացնում են բնականաբար։ Որովհետև եթե ժողովրդարությունը դիտարկենք որպես հակակշիռների եւ զսպման գործիքների առկայություն, այս տեսանկյունից Միացյալ Նահանգներում բավական թուլացած է, բայց մահը չէ, որովհետև Միացյալ Նահանգները դեռևս Միացյալ Նահանգների հիմնադիր հայրերի եւ սահմանադրություն գրողների կողմից ոչ միայն այս շերտն է գոյություն ունեցել, այլ այդ հակակշիռների շերտերը շատ ավելի շատ են։ Չմոռանանք, որ Միացյալ Նահանգների իշխանության մեծ մասը պատկանում է առանձին նահանգներին։ Սա ֆեդերալ պետություն է եւ ոչ թե ունիտար պետություն, հա, այսինքն այն լիազորությունները, որոնք որ տրված չեն կենտրոնական իշխանությանը, դրանք պատկանում են առանձին նահանգներին եւ ժողովրդին։ Եվ այս տեսանկյունից Միացյալ Նահանգներում կան նահանգներ, որտեղ նահանգապետերը, տեղական կառավարման մարմինները բաղկացած են դեմոկրատներից եւ այստեղ գոյություն ունի այդ զսպումը։ Բացի այդ, կոնգրեսում եւս դեմոկրատներ ունեն բավականին ծանր կշիռ եւ միայն հանրապետականների մեծամասնությունը թույլ չի տալիս, որպեսզի բոլոր ցանկացած նախագիծը գա եւ անցնի։ Այդպես տեղի չի ունենում։ Իմիջայլոց Վենսի մասին մոռացա հիշատակել, Ջեյ Դի Վենսը ոչ միայն Միացյալ Նահանգների փոխնախագահն է, այլև ի պաշտոն է Միացյալ Նահանգների փոխնախագահը, Սենատի նախագահը եւս է։ Այսինքն այս երկու պաշտոնները համատեղում է փաստացի Վենսը, որը այցելել է Հայաստան։ Եվ առասարակ այս անգամ Թրամփը մի տեսակ միայնակ չի։ Եթե իր առաջին պաշտոնավարման շրջանի ընթացքում մենք խոսում ենք բացառապես Թրամփի մասին, ապա այսօր մենք տեսնում ենք մի քանի գլխանոց ամերիկյան կառավարություն, մենք տեսնում ենք Ռուբիոին, Մարկո Ռուբիոյին, մենք տեսնում ենք Ջեյ Դի Վենսին, պաշտպանության նախարարին ենք տեսնում, Պենտագոնի, այսպես ասենք, գլխավորին, այսինքն ինչ որ գլուխներ կան Թրամփի կողքը եւ նա այլևս միայնակ չի, միանշանակ, հա։ Սա ոնց որ նոր տենդենսիա, առնվազն
Թրամփյան դարաշրջանում, այսպես ասենք։ Այո, իսկապես տեսնում ենք երիտասարդ նոր առաջնորդների, որոնք բավականին մեծ հեղինակություն են վայելում ամերիկյան հասարակության մի հատվածի մոտ, մյուս կողմից մենք տեսնում էինք աստիճանաբար այդ նվազող դեմոկրատական կուսակցության առաջնորդության սակավությունը եւ մենք հիմա տեսնում ենք, որ նաեւ շատ չի երևում դեռևս, բայց ներքին գործընթացները առնվազն այդ մասին խոսում, որ նաեւ դեմոկրատական կուսակցությունն է փորձում նոր առաջնորդներ ձևավորել, թարմացնել, որովհետեւ դեմոկրատական կուսակցության մեջ եւս այլ ընտրանքներ, որպես այդպեսին հեշտ չէին կարողանում գտնել։ Նույն Բայդենի տարիքը հաշվի առնելով եւ նաեւ նախորդ ընտրություններից դասեր քաղելով, երբ որ Բայդենը երկրորդ անգամ առաջադրվեց նախագահի ընտրություններում եւ այնուհետեւ երբ որ փաստացի արդեն իսկ չէր ստացվում ընտրությունների ակնհայտ էր, որ ընտրություններում պարտություն է տանելու, փոխարինող առաջնորդ գտնելն էր դժվարացել բավականին։ Իսկ այժմ մենք տեսնում ենք նոր նահանգապետեր, նոր ակտիվ քաղաքական գործիչներ դեմոկրատական կուսակցության մեջ, որոնք նոր սերնդի քաղաքական գործիչներ են եւ որոնք ամենայն հավանականությամբ հաջորդ նախագահական ընտրությունների ժամանակ արդեն իսկ մրցակցելու են Թրամփի նոր թիմի հետ։ Իսկ այստեղ եւս ձեր կողմից նշված երկու առաջնորդները բավական կարևոր կշիռ ունեն, Վենսը փոխնախագահն է եւ եթե Միացյալ Նահանգների նախագահային որևէ բան պատահի, փոխնախագահի պաշտոնն միջև նրա լիազորությունների ավարտն է ստանձնում, մյուս կողմից Մարկո Ռուբիոն, որը եւս հարիզմատիկ առաջնորդ էր, եւ ամբողջ թիմով ենք միացել Թրամփի հետ։ Եվ այո, շատ հետաքրքիր է, որ այս գործիչները ժամանակին հակատրամպեր էին հենց հանրապետական կուսակցության մեջ եւ վերջո Թրամփին հաջողվեց նրանց դարձնել իր հավատարիմ թիմը։ Մարկո Ռուբիոն եւս, եթե չեմ սխալվում, Հենրի Քիսինջերից հետո Մարկո Ռուբիոն միակ պետքարտուղարն է, որ համատեղում է նաև ազգային անվտանգության գծով խորհրդականի պաշտոնը Միացյալ Նահանգների նախագահի։ Այս երկու ինստիտուտները մշտապես իրար հակակշռում էին արտաքին քաղաքականության մեջ, իսկ այժմ իդեմս Ռուբիոյի երկու ինստիտուտները միավորված են։ Եվ սա եւս ուժեղացնում է որոշակիորեն Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության մեջ նրա կշիռը եւ վերջի վերջո չմոռանանք եւս մեկ կարևոր դրույթ այդ հետեւյալի մասին, որ այս արտաքին քաղաքականության մեջ ներգրաված ամբողջ թիվը բաղկացած է այսպես կոչված բազեներից, բազեները Միացյալ Նահանգներում այդ տերմինով կոչում են այն քաղաքական գործիչների, որոնք ավելի շատ են հակված ուժային լուծումների միջազգային քաղաքականության մեջ։ Եվ այստեղ մի պարադոքսալ երևույթ է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության մեջ, որ նույն իրենց դոկտրինով իրենց փորձում են սահմանափակել ռազմական գործողություններ եւ պատերազմների մեջ ներգրավելուց։ Եվ չնայած այս դոկտրինի մենք տեսնում ենք նաեւ որոշակի ռազմական գործողություններ կարճաժամկետ, լինի դա Վենեսուելայում։ Դա ուզում ասել Վենեսուելայի նախագահին գողանալը, փախցնելը։ Դա ուժային լուծում է։ Բնականաբար, որովհետև փաստացի ուժ է կիրառում, փաստացի եղել են զոհեր այն պետությունում, որտեղ որ Միացյալ Նահանգների զորքը կիրառվել է, միակողմանի են կարծես թե զոհեր է եղել, բայց այո, իհարկե, սա ուժային լուծում է, որովհետև դիվանագիտական բանակցությունների միջոցով չլուծվեցին, բացի բուն այդ գործողությունը, միջև այդ եւս չմոռանանք ամիսներ շարունակ Միացյալ Նահանգների նավատորմը մաքսիմալ ճնշում էր կիրառում Վենեսուելայի նկատմամբ, անընդհատ ձերբակալվում էին վենեսուելական նավթատարները, անընդհատ այդ պրեսինգը շարունակվում էր, այդ թվում դիվանագիտական, քաղաքական պրեսինգը Վենեսուելայի նկատմամբ մեղադրելով տրաֆիկինգի մեջ եւ այլն, սրանք բոլորը բնականաբար ուժի ցուցադրության եւ ուժի կիրառման լուծումներ էին, բայց սա պատմության մեջ առաջին անգամը չէ, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգները որևէ պետության ղեկավարին գողանում է, ինչպես դուք առևանգում է, չմոռանանք, որ ժամանակին օրինակ Պանամայի նախագահին եւս Միացյալ Նահանգները առևանգել էր, իսկ այնուհետեւ եւ չեմ սխալվում 17 թվականին վերադարձրեցին նրան, որպեսզի շարունակի ապրել իր երկրում տնային կալանքի պայմաններում եւ այլն։ Այնպես որ այդ քաղաքական մշակույթին բնորոշ է այդ նաև ամերիկյան արտաքին քաղաքական մշակույթին եւ չմոռանանք նաև որ Միացյալ Նահանգները Լատինական Ամերիկան եւ առհասարակ հյուսային հարավային Ամերիկաներ եւ առհասարակ արևմտյան կիսագունդը համարում է իր ազդեցության գոտին։ Եվ սա թե քաղաքական գործիչների, թե քաղաքական մշակույթի, թե ինստիտուտների ու դոկտրինների մեջ ամրագրված կարծրացած
տեսակետ է, որը գալիս է արդեն մոտ 200 տարուց ավելի գոյություն ունի։ Սկսած այն պահից, երբ 1823 թվականին հրապարակվեց Միացյալ Նահանգների նախագահ Մոնրոյի դոկտրինը, որ այդպես է կոչվում, հա, Մոնրոյի դոկտրին, եւ սա գալիս էր հակազդելու Սրբազան դաշինքին Եվրոպայում, հա, որտեղ Սրբազան դաշինքը փորձում էր հանրապետականության դեմ առհասարակ պատերազմ վարել եւ այլն, եւ կայսրությունների կացութաձևի պայքարը մեծ հաշվով սա եւ այդ ժամանակ Միացյալ Նահանգները եւս իր աջակցություններ հայտնում լատինական եւ ամերիկաներում ծագող պետություններին, աջակցում էր նրանց, ասում էր, որ կայսրությունները չպետք է խառնվեն ամերիկաների գործերին եւ իր հերթին Ամերիկան չի խառնվելու կայսերական գործերին Եվրոպայում, որը հետագայում փոփոխվեց։ Հետո տեղի ունեցավ, այսպես ասած, Թեոդոր Ռուզվելտի փոփոխությունը, որից հետո Միացյալ Նահանգները սկսեց արդեն ուժ կիրառել։ Այդ թվում նաև կայսրությունների նկատմամբ Կուբայի պատերազմը, Կուբայի համար պատերազմը տեղի ունեցավ իսպանացիների հետ եւ այլն, հա։ Այս բոլոր իրադարձությունները, ուժային լուծումները բավականին ծանոթ են Միացյալ Նահանգներին եւ առհասարակ այս տեսանկյունից գերտերությունները կամ կայսրությունները, եթե կուզեք, դրանք երբեմն, երբ իրենց շահերից փոխում է, ուժային լուծումների եւս գնում են։ Կայսրություններից խոսեցինք, էլի զուգահեռներ, այսպես ասենք, լրագրողական դիտարկում, որքան էլ մենք խոսենք որպես հակընդդեմ, հա, երևույթների մասին Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի Դաշնության, այդուհանդերձ չեն կարող չնկատել որոշակի տենդենսներ, գործընթացներ, չգիտեմ, ներքին քաղաքական եւ արտաքին քաղաքական մշակույթի մեջ, որոնք նման են այս երկու երկրներում, խոսքը մեր ժամանակների մասին է, հա։ Այսօր մենք թե Ռուսաստանում, թե Ամերիկայում տեսնում ենք, թե ֆինանսատնտեսական խորը ճողվածք, այսինքն տարբերությունը աղքատների եւ հարուստների միջև շատ մեծ է երկու երկրներում էլ մենք տեսնում ենք որոշակի մի տեսակ, չգիտեմ, կայսերական, հետ կայսերական սինդրոմների արտահայտում, երկու երկրներում էլ մենք տեսնում ենք հստակ որոշակի բացասական վերաբերմունք միգրանտների նկատմամբ, չնայած երկու երկրներն էլ ժամանակին, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները առհասարակ միգրանտների երկիր է, Ռուսաստանի Դաշնությունը ինքը բավականին ընդունող է եղել, հա, միշտ երբեք խնդիր չի ունեցել, այսպես ասենք, միգրանտներ եւ այսօր մենք տեսնում ենք երկու երկրներում էլ անգամ պետական ռետորիկայի մակարդակով որոշակի բացասական վերաբերմունք միգրանտների նկատմամբ եւ այսպես շարունակ, հա, որոշակի ջղաձգումներ, որոշակի նույն Make America Great Again ու մյուս когմից традиционные ценности, այսպես կոչված, վերադառնանք անցյալ, երկրորդ համաշխարհային, пора вернуть землю, можем повторить я ուզում հիշեմ, մի խոսքով, հա, այսինքն ինչ որ տրենդեր, ինչ որ տրամադրություններ, որոնք երկու այս ծայրահեղությունների մոտ երկու երկրներում էլ նկատվում են։ Սա ինչ է, COVID-ի արդյունքներն են, չգիտեմ, ինչ խնդիր է այս երկու երկրներում։ Դարձյալ երկար ու քրքիր հարցադրում կայսրությունների մասով իհարկե կայսերական սինդրոմը երկու պետությունների մոտ է կա, շատ կարևոր է սահմանում տանք, հա, թե ինչ նկատի ունենք կայսրություն ասելով, որովհետև տարբեր պետությունների հետ գործ ունենք այստեղ, ու առաջին հերթին կայսրություն ասելով նկատի ունենք դրա տարածքային մեծությունը, չափերը, երկրորդ հերթին բազմազանությունը, տարբեր ազգեր, էթնոսներ, տարբեր կրոններ եւ այլն, որոնք եւս ազդում են, եւ երրորդ հերթին բնականաբար մենք գործ ունենք պետության հզորության հետ, հա։ Սրանց խանութն է, որ կարելի է ասել մշակութային քաղաքական ազդեցության ու նաեւ Այո, իհարկե, բայց նաև մենք գործ ունենք մասնավորապես, եթե մենք միգրացիայի տեսանկյունից ենք խոսում, ապա մենք գործ ունենք բավականին տարբերվող երկու հասարակությունների հետ, հա։ Միացյալ Նահանգների պարագայում այստեղ եւս բանավեճ կա հետազոտողների, մասնագետների մոտ, արդյոք Միացյալ Նահանգները դա միգրանտների թե ռելոկանտների հասարակություն են, հա, որովհետեւ միգրանտները իրենք գնում են յուրացնում են տեղի մշակույթը, իսկ Միացյալ Նահանգների պարագայում դա հիմնականում պուրիտաններն էին, որոնք նոր Անգլիայի գաղութներն էին հիմնադրել եւ ավելի շատ այդ մշակույթներ
որ հետագայում ավելի ընդարձակվեց, դարձավ ամերիկյան քաղաքական մշակույթը, իսկ Ռուսաստանի Դաշնության պարագայում մենք մի քիչ այլ քաղաքական կենթանու հետ գործ ունենք, հա, որովհետև հիմնական տիտղոսակիր ազգություն գոյություն ունի այնուամենայնիվ այստեղ, բացի այդ, եթե Միացյալ Նահանգները իր Ամերիկայում կարծես թե գոյություն ունի տիտղոսակիր ռասա, այնտեղ ազգության մասին չեն խոսում, այնտեղ խոսում են ռասայի մասին։ Եվ այստեղ վարչական տեսանկյունից ևս, եթե Միացյալ Նահանգներում հիմնականում այդ 50 նահանգներն են, գումարած նաև ամերիկյան մյուս տարածքները, իմիջիայլոց այդ կայսերականության մեջ, հա, այսինքն օրինակ Պուերտո Ռիկոն Միացյալ Նահանգների տարածք է, բայց նահանգ չէ։ Եվ այլ տարածքներ ևս գոյություն ունեն, ժամանակին նաև Ֆիլիպիններն էին Միացյալ Նահանգների տարածք, բայց նահանգ չէին համարվում։ Ռուսաստանի Դաշնությունում այլ վարչական միավորների հետ գործ ունենք, որտեղ ինքնավարություններ գոյություն ունեն, էթնիկական, էթնոքաղաքական եւ այլն, բայց դրանց միջև նաև տարբերություններ կան, հա։ Ռուսաստանի Դաշնություն է, բայց Ռուսաստան չէ, հա, օրինակի համար։ Մոտավորապես։ Եվ միգրանտների տեսանկյունից եւս որոշակի տարբերություն գոյություն ունի այստեղ, հա, դեպի Ռուսաստանի Դաշնություն գնացող բողոքան հետաքրքիր տենդենս կա, որ դեպի Ռուսաստանի Դաշնություն գնացող միգրանտները այդ հիմնականում նախկին կայսրության ենթակա երկրներից էին, հա, թե Հարավային Կովկասի, թե Միջին Ասիայի պարագայում։ Դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ գնացողները այդ հիմնականում սոցիալական խնդիրներից եւ աշխատանքային միգրացիա, որը մեծապես գնում է Լատինական Ամերիկայից այսօր։ Միացյալ Նահանգների պարագայում միգրացիան մշտական խնդիր է եղել։ Սկսած առնվազն 19-րդ դարից այս խնդիրը առկա եղել Միացյալ Նահանգներում, հա։ Օրինակ, երբ Կալիֆոռնիայում վերջացել էր ոսկու պաշարները, հա, այդպես չինացիների ընդունվեց Chinese Exclusion Act-ը, որը չինացիների բացառման ակտ էր կոչվում, սրանով արգելվում էր օրինակ չինացիներին այլևս Միացյալ Նահանգներ մուտք գործել։ Եվ տեղի չինացիներին, ովքեր արդեն իսկ Միացյալ Նահանգներում էին բնակվում, չէին թույլ տալիս, որպեսզի նրանք ինտեգրվեն հասարակությանը։ Դրանից հետո, երբ որ Իռլանդիայում մեր սով իռլանդացիներն էին շատ ավելի մեծ չափով գնում դեպի Միացյալ Նահանգներ, սկսում էր առաջանալ այդ ատելությունը առ իռլանդացիներ, առ գերմանացիներ, հա։ Այս խոսույթը Միացյալ Նահանգներում միշտ եղել է, որ մենք ստեղծել ենք այս պետությունը, ոչ թե նրա համար, որ ընդ որում պանայեխլի կաթոլիկները, որոնցից բողոքականները ժամանակին փախել էին, հա, ու սա խնդիր էր առաջացնում, կամ երբ որ օրինակ շատ գերմանախոսներ էին գալիս կենտրոնական նահանգներում Միացյալ Նահանգների բնակեցվում, այդ խնդիրը այդ ժամանակել էր արծարծում, որ մենք այս երկիրը չենք ստեղծել նրա համար, որ իրանք գան եւ մենք դառնանք գերմանախոս։ Այսինքն ինքը պարբերաբար կրկնվող խնդիր է եղել եւ այժմ հերթական ալիքն է, որ կրկնվում է եւ սա եւս անցնելու է։ Նմանություններ բնականաբար կան, բայց նաեւ տարբերություններն են շատ մեծ, հա։ Այնուամենայնիվ Միացյալ Նահանգների մշակույթը այն ավելի կլանող է, ասիմիլացնող է, նատուրալիզացնող է, այսպես կոչված, ռուսականի պարագայում ոչ միշտ է որ ստացվում։ Ասիմիլացնող է բառից ավելի կոպիտ իմաստով, հա, ռուսացնող է։ Նա ամերիկացնող է, այսպես լավ կամ վատ չի այդ երևույթը, բայց տարբեր է։ Եվ նաև արձագանքի տեսանկյունից, հա, տեսեք Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի ուղղակի զուտ հիերարխիան ուժային կառույցների եւս տարբեր է։ Հիմա վերջին շրջանում դարձյալ ովքեր հետևում են ամերիկյան քաղաքականության, տեսել են այդ ICE գործողությունները, որոնք որ Մինեապոլիսում տեղի ունեցան, այնտեղ երկու զոհ եղան ձերբակալությունների ժամանակ, ընդ որում այդ մարտիկում ձերբակալում էին, դրանք Միացյալ Նահանգների քաղաքացիներ էին, ու կասկածում էին, հա, որ նրանք ապօրինի միգրանտներ են, փորձում էին ձերբակալել հետագայում արտահանձնելու համար։ ICE-ին դա մաքսային ծառայությունն է Միացյալ Նահանգների։ Դեմոկրատական Միացյալ Նահանգների նահանգային ոստիկանությունը ենթարկվում է նահանգապետին, ոչ թե կենտրոնական իշխանությանը։ Եվ այստեղ այդ երկփեղկումն է առաջանում, հավելյալ լարում է առաջանում, հա, որովհետև ինքը մի կողմից զսպող գործիք է, մյուս կողմից հնարավոր բախման կետ է դառնում եւս, հա։ Ռուսաստանի Դաշնությունում նման բան պատկերացնելը շատ դժվար է, հա, այսինքն բոլոր ուժային կառույցները ուղղայացող են աշխատում։ Միգրացիայի հետ կապված եւս մեկ բան հետաքրքիր, Միացյալ Նահանգների առաջին սահմանափակումները միգրացիոն, ընդ որում վստահ եմ
մեր ունկնդիրներից շատերին ծանոթային դրվագը Գայրը ֆիլմից, հա, առաջին այդ բանը կետերը, որտեղ միգրանտները որ պետք է գային արդեն ստուգում անցնեին պետական ծառայողների բժիշկների կողմից, դա 1832 թվականին էր Նյու Յորքում, ինչև այդ ուղղակի գալիս էին միգրանտների մուտք էին գործում, որում շատ հետաքրքիր է, որ այնտեղ ովքեր որ առաջին կարգի տոմսերով էին գալիս դեպի Միացյալ Նահանգների տարածք, նրանք ոչ մի ստուգում չէին անցնում, միանգամից կարող էին գնալ, իսկ երկրորդ, երրորդ կարգի տոմսերով եկողները նրանք պարտադիր պետք է բուժ զննում եւ պետական ծառայողների այդ քննությունը անցնեին, նոր դրանից հետո մուտք գործեին Միացյալ Նահանգների տարածք։ Տարբերություններ եւս կան այս տեսանկյունից, բայց նաեւ կայսերականության այդ բանի մեծության որ այդ հենց էտա ոչ թե մեծության կորուստի զգացողություն ունի մի տեսակ նյարդա կարոտախտը գոյություն ունի, հա, երկու պետություններում էլ եթե նայենք ռուսների մոտ եւ մանավանդ մեծ ավելի ավակ սերնդի մոտ այդ մեծության վիլիչի իմաստով, հա, այդ կարոտախտը դրա նկատմամբ գոյություն ունի, որ 90-ականներից սկսած առաջացել էր ռուսների մոտ, ինչը վերջը հանգեցրել էր նաև Վլադիմիր Պուտինի իշխանության գալուն, նույնը գոյություն ունի նաև Միացյալ Նահանգներում։ Տրամպի լոզունգը չմոռանանք, ներողություն վերջը։ Հա, Make America Great Again։ Այսինքն Ամերիկան դարձնենք հզոր կրկին։ Սա իհարկե առաջին անգամ եղել է Ռոնալդ Ռեյգանի լոզունգը ժամանակին եւ Տրամպը փորձում է նույնությամբ կրկնել։ Այսինքն այդ հզորության կարոտախտը երկու պետությունների հասարակությունների մոտ էլ առկա է եւ ինչը ժամանակավոր այսպիսի երևույթ չի եւ ինչը մարդով պայմանավորված չի։ Բանջարկ գալիս է հասարակություններից եւ պատճառները շատ ավելի խորքային են, կախված նաեւ կայմանավասի որ մենք լուրջ փոփոխությունների դարաշրջանում ենք ապրում։ Եվ ինչը կախված է նաեւ ձեր այն նախորդ հարցադրման մեջ այն պնդմանը, որ դուք կատարեցիք, որ այդ բևեռացումը հասարակությունների մեջ շատ մեծանում է։ Իսկ կապիտալիզմը դրան ավելի շատ է նպաստում։ Մի քիչ ուզում եմ անցնենք ներքին, մենք արդեն մոտ 1 ժամ է խոսում ենք, որպեսզի հասցնենք առաջիկա գոնե մի 20 րոպեների ընթացքում սահմանափակվենք, այդուհանդերձ խոսենք ներքին իրավիճակի մասին Ամերիկան, բայց նախքան դրան ասնելը մի փոքրիկ հարց, որ անդադ մտքիս մեջ պատտվում էր, երբ որ դուք խոսեցիք արտաքին պարտքի մասին Ամերիկայի, ակամայից հարց է առաջանում, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների ավելի ճիշտ այսպես ձևակերպեմ, այն երկրի, որը ինքն է դոլարը տպում, արտաքին պարտքը, դա այդ երկրի խնդիրն է, թե ընդհանրապես բոլորիս խնդիրն է։ Ու այստեղ բնականաբար դարձյալ մենք տնտեսագետ չենք, այո։ Ֆինանսական հավաքարկի մասնագետների եւ տնտեսագետների ավելի առավել խորքային ֆինանսական եւ տնտեսական վերլուծություն կատարելու համար, բայց քաղաքական տեսանկյունից երկուսի խնդիրն էլ հանդիսանում է բնականաբար, հա, որովհետեւ մեկի պայթյունը հանգեցնելու է նաեւ շղթայական հետևանքի։ Մենք մյուս պետություններում եւս այդ վտանգը առաջ։ Շատ լուրջ ֆինանսական եւ սա ոչ միայն տնտեսական, սա նաեւ քաղաքական մտահոգություն է։ Հա։ Ընդ որում ոչ միայն տնտեսական համակարգի փլուզում, այլ նաեւ նույն պատժամիջոցների գերօգտագործումը, այդ նոր մաքսատուրքերի գերօգտագործումը, որ որպես գործիք Միացյալ Նահանգները այժմ օգտագործում է։ Այս բոլորը Միացյալ Նահանգների դաշնակիցներին եւս վանում եւ վախեցնում են, որովհետեւ եթե այսօր այս գործիքը կիրառվեց X պետության նկատմամբ, որովհետեւ իմ պահանջը չկատարեց, ապա վաղը շատ հնարավոր է որ այդ նույն գործիքը կիրառվի YZ մյուս պետությունների նկատմամբ եւ քաղաքական տրամաբանության տեսանկյունից սա անհանգստացնում է եւ ստիպում է նաեւ Միացյալ Նահանգների դաշնակիցներին, որպեսզի նրանք այլընտրանքներ սկսեն փնտրել։ Մենք տեսնում ենք նաև այն ոչ միայն ֆինանսական գործիքները, տնտեսական գործիքները, այլ նաև քաղաքական ճնշման գործիքները։ Եվ մանավանդ Միացյալ Նահանգների դաշնակցի նկատմամբ, հա, եթե խոսենք Գրենլանդիայի մասին, ապա այստեղ եւս մենք տեսնում ենք քաղաքականության նոր սկզբունքներ, որոնք իրականում այնքան նոր չեն, քիչ հին են։ Ինչպես պարզվեց այս ամբողջ զրույցի ընթացքում։ Եթե խոսենք այս տեսանկյունից, ապա մենք տեսնում ենք նաև ՆԱՏՕ-ի երկրների անհանգստությունները։ Մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները, եթե նախկինում Միացյալ Նահանգները սկսած 45 թվականից անվտանգությունը ապահովում էր եւ դա տեսնում էր որպես երաշխիք իր սեփական անվտանգության մի կողմից, իր ֆինանսական, տնտեսական ազդեցության երկրորդ կողմից, ապա այսօր մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները ուղղակիորեն ֆինանսապես սկսում է վաճառել իր անվտանգության այդ
անձրևանոցի տրամադրումը մյուս պետություններին, ինչը սկսում է անհանգստացնել նաև Միացյալ Նահանգների դաշնակիցներին։ Մենք տեսնում ենք այստեղ եւս տրանսֆորմացիա ինստիտուցիոնալ հյուսիսատլանտյան դաշինքից դեպի երկկողմ հարաբերությունների, ռազմաքաղաքական հարաբերությունների ամրապնդում։ Միացյալ Նահանգները այսպիսի փորձ ունեցել է։ Ես կցանկանայի նշել, որ ՆԱՏՕ-ն կամ հյուսիսատլանտյան դաշինքը միակ այդ ոճի պետությունը ինստիտուտը չի եղել, որ Միացյալ Նահանգները հիմնադրել է Սառը պատերազմի ժամանակ։ Բացի ՆԱՏՕ-ն 1950-ական թվականներին հիմնադրվել էր նաև ՍԵԱՏՕ-ն, հարավարևելասիական պայմանագրի կազմակերպություն, հա։ Սա նույն ՆԱՏՕ-ի տրամաբանության մեջ էր կառուցվել, սակայն հարավարևելյան Ասիայում Չինաստանի եւ Խորհրդային Միության ազդեցությունը զսպելու համար։ Սակայն այդ կառույցը չկայացավ, որովհետեւ շահերը շատ տարբեր էին եւ դրանից հետո 77-ին այդ կառույցը առհասարակ լուծարվեց եւ հարաբերությունները դարձան երկկողմ Միացյալ Նահանգների եւ պետությունների հարավարևելյան Ասիայի պետությունների հետ, Հարավային Կորեայի, Ճապոնիայի, Պակիստանի, որտեղ հասկանում ենք, նրանց շահերը շատ տարբեր են։ Շատ հիշեցնում է եւս մեկ այլ կառույց արդի, որտեղ մենք սարեցրել ենք մեր անդամակցությունը, որտեղ շահերը այնքան տարբեր են, որ կառույցը չի կարողանում աշխատել։ Իհարկե, բայց նաև հյուսիսատլանտյան դաշինքում եւս այդ խզումը կա, հա, Պորտուգալիայի ու Էստոնիայի շահերը շատ տարբեր են, ուղղակիորեն։ Մարտահրավերները շատ ավելի տարբեր են։ Իսկ Միացյալ Նահանգների շահերն ու մարտահրավերները շատ այլ տեղերում են, քան Եվրոպայի արևելքում միայն, հա։ Եվ այս տեսանկյունից դարձյալ, եթե մենք հիմա նայում ենք Միացյալ Նահանգների անվտանգային նոր դոկտրինին, ապա այստեղ տեսնում ենք, որ հիմնական շեշտադրումը մի կողմից կատարված է տնտեսական գործիքակազմի վրա, որ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության գործիքները արևմտյան կիսագնդից անդին լինելու են տնտեսական, իսկ բուն Ամերիկայի Միացյալ Նահանգների համար ամենակարևոր որպես մարտահրավերներ են ընդգծվում նույն միգրացիան, որի մասին դուք խոսում եք, ապօրինի միգրացիան, որովհետև ապօրինի միգրացիա այդ նշանակում է, որ դուք այդ մարդկանց նկատմամբ վերահսկողությունը կորցնելու եք, որ ձեր ուժային կառույցները չեն կարողանալու վերահսկեն, որ ձեր կրթական համակարգի վիճակի չի լինելու նրանց ուծացնել, դարձնել ամերիկացիները, որ նրանք դառնալու են կղզյակներ եւ հետագայում դա դառնալու անկայունության պոտենցիալ ակունք նաեւ, հա, եւ այս տեսանկյունից է նաեւ, որ այդ ինչպես նաեւ սև տնտեսության էլի, իհարկե աստվերային, ու այդ մի քիչ երկրորդ բան, որտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգները ստվերային տնտեսություն ինքը բավականին հիմնական տնտեսության տարածված ակտիվ մասն է, հա։ Ես ճիշտ ասած ստիպված եմ այստեղ ընդհատեմ եւ անցնենք բուն ներքին խնդիրներին, կա թեմա, որին չենք կարող չանդրադառնալ։ Էփստեյնի, չգիտեմ, տարբեր ձև էին արտասում, Էփստեյնի ֆայլերը, որը բուրը քննարկումներ առաջացրեց ամբողջ աշխարհում է, չենք խոսա, հա, այսքան բուն բովանդակության մասին, սա քաղաքականության տեսակետից կարծում եմ այնքան հետաքրքիր չի, բայց ավելի շատ հետաքրքիր հարցեր են, որ ինչու հիմա, ով է որոշում վերացնել, Թրամփը որոշել է ամբողջ նախկին էլիտան, որը կար այս ֆայլներով վերացնել, որպեսզի ճանապարհ տա երիտասարդներին տարբեր, չգիտեմ, ինչպես ասեցիք, բազերներ, արծիվներ դրանց ձեր մասնագիտական կարծիքը խնդրեմ։ Ու ես վերջին մարդն որ կարող է Էփշտեյնի ֆայլերի մասի մասնագիտական կարծիք տալ այդ տեսանկյունից, հա, ես որպես հասարակագետ ավելի շատ խնդրին կարող եմ մոտենալ եւ դրա հասարակության վրա թողած ազդեցության մասին կարելի է խոսել, բուն նյութերի մանրամասների։ Բուն նյութերին, հա, ծանոթ չեմ, հա, ունենք, հա։ բայց այդպիսի մի հատ ֆենոմեն գոյություն ունի, որը վստահ եմ լրագրողներին շատ քաչ ծանոթ է, այդ կոչվում է հետ ճշմարտության սինդրոմ, հա։ Միացյալ Նահանգների տեսեք, առհասարակ Միացյալ Նահանգների հասարակությունը ինքը գաղափարական տեսանկյունից եւս մի փոքր շատ առանձնահատկություններ ունի, որը բնորոշ է նաեւ այդ կայսրությունների նաեւ իրենց այս ճակատագրի նախախնամության կրողը լինելու մեջ է կայանում, հա, այսինքն այդ բացառիկ ամերիկյան բացառիկության եւ այլն։ Եվ Միացյալ Նահանգների բնակիչները մեծապես հավատում են նաեւ նրան, որ իրենք բացառիկ ազգություն են, որ իրենց հաջողվել է ստեղծել իդեալին մոտ պետություն, որ սա լուսավոր կետ է ամբողջ աշխարհում, որի նման գոյություն չունի եւ այլն, եւ երբ որ հանկարծ բարձում է, որ տվյալ հասարակության էլիտան առաջնորդները այնքան էլ իդեալական չեն, իսկ սա առաջին դեպքը չէ, հա,
եթե մի փոքր հետ գնանք 90-ական թվականներ կարող ենք հիշել այդ դարձյալ օվալ սենյակի սկանդալը Մոնիկա Լևինսկի եւ Միացյալ Նահանգների նախագահի միջև կապի հետ կապված, որը հանգեցրեց նահանգների նախագահի իմպիչմենտի։ Դրանից առաջ կարող ենք հիշել Watergate-յան սկանդալները եւ Միացյալ Նահանգների նախագահի հրամանով գաղտնալսում էին մրցակից կուսակցության գրասենյակները, որը դարձյալ մեծ հիասթափության էր հանգեցրել այդ հասարակության մոտ, որը մինչև այդ արդեն իսկ գտնվում էր տնտեսական, սոցիալական ճգնաժամի մեջ եւ այլն, եւ այժմ եւս նմանատիպ ցանկացած երևույթ ինքը բնականաբար հասարակության համար նոր այսպես նոր ցնցումների է հանգեցնում, հա, ինչ վերում է վերջը նաև նոր քաղաքական փոփոխությունների, նոր հասարակական փոփոխությունների, եւ սա առաջին դեպքը չէ դարձյալ Միացյալ Նահանգների պատմության ընթացքում, այնմանատիպ դեպքերը պարբերաբար են կրկնվում եւ դա հանգեցնում է բնականաբար նաև սոցիալական երևույթներ։ Վերադառնալով ինֆորմացիոն դաշտին, հա, 1 տարի առաջ ես հանդիպել էի մի գործընկերոջ, որ քաղաքագետ էր Նիգերիայից, ու ակադեմիական իմաստով քաղաքագետ, հա, եւ այդ մարդը ասենց ուշով հետևում էր Միացյալ Նահանգների ընտրություններին, երբ ասում էի, քեզ ինչով է այդքան հետաքրքիր, հետեւյալը ասում Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջնորդի ընտրությունը իմ երկրի քաղաքականության ու տնտեսության վրա ավելի շատ է ազդելու, քան բուն Նիգերիայի քաղաքական ընտրությունները։ Հա, այսինքն մի կողմից դա տնտեսական, արդյունաբերական, սոցիալական փոխկապակցվածությունն է եւ մյուս կողմից նաեւ այդ ինֆորմացիոն դաշտում ապրելը, հա։ Չմոռանանք, որ օրինակ 20-րդ դարի կեսերին Միացյալ Նահանգների չէ, բայց Մեծ Բրիտանիայի արքունական կրքերը դարձյալ աշխարհի ինֆորմացիոն այն հատվածներն էին հասնում, որտեղ ինֆորմացիոն հասարակությունը արևմտյան էր։ Այդպես ուղղակի երբեմն լինում է։ Աշխարհի շատ երկրներում գոյություն են մուտսենյակներ, շատ խնդիրներ եւ այլն բնականաբար, բայց այստեղ երկու կարևոր առանձնահատկություն կա, հա։ Մեկ, որ Միացյալ Նահանգները կոնտենտ արտադրող է, որը տրամադրում է աշխարհի մյուս երկրներին, այդ թվում նաեւ որը որ նորություններ արտադրող պետություն է, հա։ Եվ Միացյալ Նահանգների նորությունը շատ արագ են սփռվում։ Երկրորդ, որովհետև իսկապես Միացյալ Նահանգները այս գաղափարների, արժեքների տարածման տեսանկյունից ինքն իրեն բրենդավորում էր երկար ժամանակ որպես իդեալի մոտ հասարակություն, իդեալի մոտ պետություն, որին որ պետք է ձգտել, եւ այս տեսանկյունից բնականաբար հիասթափությունը շատ ավելի մեծ է լինում։ Այստեղ դարձյալ Տրամպի ֆենոմենին անդրադառնալու մեջ, եթե նայում ենք Տրամպի թիմակիցներին, ապա տեսնում ենք ավանդական քրիստոնյաներ, աղոթող մարդիկ եւ այլն, որոնք վերջին 15-20 տարիների ընթացքում Միացյալ Նահանգներում բավականին նվազել էին քաղաքականության մեջ, հա։ Այստեղ մեր ունկնդիրներին եւ դիտողներին խորհուրդ կտա ընթերցել Իվան Կրայստևի գիրքը, որ կոչվում էր հայերեն հույսը որ խաբեց բոլորիս, հա, կամ անգլերեն The Light That Failed, խորհուրդ կտամ այս գիրքը ընթերցել, սա առհասարակ արևմտյան տիպի լիբերալ ժողովրդավարությունների նահանջի մասին է եւ դրանց նպաստող գործոնների։ Այսինքն ի՞նչն է նպաստում, որ Տրամպի պես մարդիկ գալիս են իշխանության ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլ բուն Եվրոպայում, եւ դրանց գործոններից մեկը հենց կրոնի նկատմամբ այդ արհամարական վերաբերմունքն էր։ Ես բայց մի ուրիշ ֆենոմեն եմ նկատել, չգիտեմ որքանով եմ ճիշտ նկատել թե չէ, բայց առաջի անգամ դրան ուշադրություն դարձրեցի, կհիշեք, որ Լուիջի անունով երիտասարդը ինքնաշեն զենքով 3D, այսպես ասած, զենքով սպանել էր առողջապահության ապահովագրության ընկերություններից մեկի տնօրենին եւ այն ինչ որ հետո ես ուշադրություն դարձրեցի, նույն TikTok-ում, սոցիալական ցանցերում Ամերիկայում, երբ որ պահանջում էին մարդասպանի, չգիտեմ, կարծեմ դատավարությունը չի վերջացել, անմեղության կանխավարկած ամեն դեպքում չխախտենք, բայց պահանջում էին մեղադրյալի, այսպես ենք, ազատ արձակումը, տպավորություն է, որ այո, իհարկե 70-ականներից սկսած Ամերիկայի Միացյալ Նահանգները փորձում է ներդնել եւ արտահանել ազատության գաղափարը, բայց այս հասարակության մեջ հասունանում է արդարության գաղափարը, որպես պահանջարկ, արդարություն, հավասարություն, ինչ որ չափով, այսինքն այն ինչ կարծես թե ավելի շատ զախական տրամադրություններին են հատուկ, ինչ կասեք այս մասով։ Չգիտեք, հարցումները Միացյալ Նահանգներում
ցույց է տալիս մի փոքր հակառակը, որովհետև ամեն դեպքում այդ հասարակությունը տնտեսական տեսանկյունից իրենց կրթվածության, իրենց մոտեցումների մեջ ամրագրված է, որ եթե մարդը իր կյանքի ընթացքում չի հաջողում հարուստ լինել, ապա դա իր մեղավորությունն է։ Եվ օրինակ մեծ դեպրեսիայի ժամանակ 1929 թվականին մարդկանց շատ հաճախ զարմացնում էր, թե ինչի Միացյալ Նահանգներում ցույցեր տեղի չեն ունենում։ Խնդիրը դարձել մարդկանց աշխարհընկալման մեջ էր, որովհետև մարդիկ համարում են, որ եթե իրենք տնտեսապես չեն հաջողում, ապա դա իրենց խնդիրն է։ Պետությունը տալիս է ազատություն գործելու, չի խառնվում ներքին գործերին, իսկ դու փորձում ես իրականացնել այն քաղաքականությունը, որը իրականացնում ես։ Հետագայում իհարկե սա փոխվեց ընտրությունների միջոցով, երբ որ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը սկսեց կիրառել նոր կուրսի քաղաքականություն, երբ որ պետությունը մեծացրեց իր ներազդեցությունը, այդ թվում մտնելով դեպի նահանգների առանձին դաշտ, այսինքն տնտեսական գործունեությունը դա ֆեդերալ իշխանությունների գործը չէր մեծ հաշվով, սահմանադրությամբ նման լիազորությունների այս տված չէին իրավունք ունեն հարկահանության գործառույթով զբաղվել։ Դելանո Ռուզվելտի ժամանակ նրանք մտան դեպի նահանգների, նահանգային դաշտ եւ սկսեցին քվոտաներ բաժանել, որտեղ ինչքան ցեմենտ պետք է արտադրվի, ցորեն պետք է արտադրվի եւ այլն։ Սա ձախական մոտեցում էր, որի պահանջարկը ընտրությունների միջոցով էր գեներացվել Միացյալ Նահանգներում, որը թույլ տվեց Միացյալ Նահանգներին դուրս գալ մեծ տնտեսական ճգնաժամից, բայց որը նաև հետագայում հանգեցրել էր նման քաղաքականությունը որոշակի լճացման, եւ դրան եկավ փոխարինելու արդեն Ռեյգանը, որը այսպես մինի հեղափոխություն արեց տնտեսության մեջ, եւ իր մոտեցումներով, իր թե արժեք համակարգային, թե տնտեսական լուծումներով բավականին տարբերվող էր արդեն այն տնտեսության ձևից, որ քեյնսիականությունն էր եւ որ տնտեսության մեջ պետության ներգրավվածություններ քաջալերում որոշակիորեն։ Եվ այսօր եւս Միացյալ Նահանգներում, չնայած այս աճող անդունդին, որ գոյություն ունի հարուստների եւ ոչ հարուստների միջեւ, չնայած այն հանգամանքին, որ 100 տարի առաջ Միացյալ Նահանգները դա հիմնականում միջին եկամուտ ունեցող քաղաքացիների խումբ էր, այսօր մենք տեսնում ենք այդ բանը ինչպես է մեծանում։ Միջին խավը փոքրանում է եւ դրա փոխարեն կողմից հարուստներն են շատանում աղքատները։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում վիճակագրության մեջ 4 խավերի են բաժանում հասարակությունը, upper class կամ վերին դասը, upper middle class կամ միջին վերին խավը, միջին ստորին խավը եւ արդեն ստորին խավը, որոնց եկամուտները ավելի քիչ են, եւ մենք տեսնում ենք, որ ստորին խավը աստիճանաբար ավելի է մեծանում եւ ավելի է փոքրանում այն հարուստների քանակը, բացի այդ մենք տեսնում ենք, որ տնտեսության մեջ արտադրվող այդ հարստության շատ մեծ տարբեր կենտրոնացված է լինում ընդհանրապես հարուստների մոտ։ Սրա զուգահեռ երբ խոսում ենք դարձյալ այդ սառը կացութաձևերի հակամարտության մասին, օրինակ Չինաստանում համախառն ներքին արդյունքի 70%-ը գոյանում է փոքր միջին ձեռնարկությունների շնորհիվ մոտեցումների տարբերության տեսանկյունից, այսինքն Միացյալ Նահանգներում հիմնականում խոշոր կապիտալի մոտ է գեներացվում հարստությունը, մենք տեսնում ենք Չինաստանը սրան փորձում է հակառակ մոդել որոշակիորեն ստեղծել, չնայած այդ ազատ տնտեսական հարաբերություններին, որ գոյություն ունի։ Ինչպիսի հետևանքներ կունենա հետագայում կտեսնենք, բայց այդ միևնույն ժամանակ կապիտալիզմի հոգին առհասարակ ամերիկյան հասարակության մեջ խորքային ներդրվում է դպրոցական համակարգից սկսված, որ պետությունը քեզ համար պետք է ապահովի այս գիշերային պահակի ֆունկցիան, քո անվտանգությունը, քո ազատությունները, դու ինքդ պետք է կարողանաս տնտեսական հաջողությունների հասնել։ Շատ լավ, մեր զրույցը թերևս մոտեցնենք ավարտին, որովհետև Ամերիկայի Միացյալ Նահանգները խոշոր երկիր է եւ Ամերիկայի մասին կարելի է ժամերով խոսել, էլի վերադառնալով տարածաշրջան, սիրում են գուշակություններ անել, J.D. Vance-ի այցից հետո տարատեսակ կարծիքներ հնչեցին մեդիայում մի կողմի մարդիկ կային, ովքեր ասում են վերջ, սա նոր ժամանակաշրջան է Հայաստանի Հանրապետության համար, մենք այլևս ունենք նոր մեծ եղբայր եւ այլն, հաջորդ տեսակի կարծիքները, որ նենց չի, որ շատ տպավորիչ էր այցը Հայաստան, Բաքուն ավելի հետաքրքիր է Ամերիկայի Միացյալ Նահանգների համար եւ այլն։ Եթե փորձենք ավելի սթափ հայացքով նայել տեղի ունեցածին, հաշվի առնելով նաեւ այցը Բաքու, ինչ սպասենք եւ ինչ զարգացումներ կարող ենք կանխատեսել։
նու դարձյալ նույն նախորդ տրամաբանությանը վերադառնալ չէ, հեղափոխական չէ, այցը բնականաբար կարևոր է, մեծ աշխատանք էր տարվել, հաջող էր այս տեսանկյունից մեկ տեսանք այդ շարունակական հաջողությունները տնտեսական, տեխնոլոգիական, նաև այժմ ռազմական ոլորտի համագործակցության հետ կապված, դա շատ կարևոր է, ողջունելի, անհրաժեշտ է աշխատանքի տեսանկյունից, սակայն միևնույն ժամանակ չպետք է մոռանալ մեր աշխարհագրությունը, մեր հարևաններին, թե ինչպիսի շրջապատում ենք ապրում, թե նաև մեր սեփական անցյալը ինչպիսին է եղել մեր հարևանների հետ հարաբերությունների մեջ, որովհետև մեր հարևանները վստահաբար չեն մոռանում, թե մենք նրանց հետ ինչպիսի հարաբերություններ ենք ունեցել, մեր տարածաշրջանը իր տեղը չի փոխում, շարունակելու է մնալ այնպիսին, ինչպիսին է, իր անկայունությամբ, իր ճշնամական մթնոլորտով, որը անհրաժեշտ է պահել վերահսկելի բնականաբար, անհրաժեշտ է աշխատել բոլոր հարևանների հետ անխտիր, այս տեսանկյունից։ Մենք ունենք բարդ հարևան հարավում, որը եւս հեշտ պատմական ժամանակներ չի ապրում եւ նրանց հետ եւս անհրաժեշտ է աշխատել։ Մենք ունենք շատ բարդ հարևաններ արևմուտքում եւ արևելքում, որոնց հետ եւս անհրաժեշտ է աշխատել։ Շրջապատված ենք թե բարդ փոքր դերություններով, թե բարդ գերտերություններով ամբողջովին։ Այո, իհարկե։ Մենք ունենք տնտեսական շատ մեծ կախում Ռուսաստանի Դաշնությունից, որը անհրաժեշտ է բալանսավորել բնականաբար, ընդ որում բալանսավորել ոչ թե խզելով կապերը, այլ մեծացնելով մյուս կենտրոնների հետ կապերը, ինչը մեծ հաշվով կատարվում է։ Միացյալ Նահանգների այս փոխնախագահի այցը եւս այդ տրամաբանության շրջանակներում, ոչ չմոռանանք նաեւ, որ Հայաստանը հայտ է ներկայացրել Շանհայյան կազմակերպությանը անդամակցելու, չմոռանանք, որ նաեւ փորձում ենք աշխատել Չինաստանի հետ կապեր ընդլայնելու գործում եւ սրանց միջոցով է նաեւ որ կարելի է բալանսավորել տնտեսական կախվածությունը Ռուսաստանի Դաշնությունից եւ սրա միջոցով է որ նաեւ կարելի է զսպման հավելյալ գործիքներ ավելացնել քաղաքական եւ դիվանագիտական, նաեւ տնտեսական միջոցներով որոշակիորեն զսպելու ադրբեջանական ախորժակ։ Շատ լավ, շատ շնորհակալություն։ Ես մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին հիշեցնեմ, որ դուք դիտում եւ լսում եք Գործարար ալիքը։ Այսօր մեր հյուրն էր քաղաքական գիտությունների թեկնածու դոցենտ Գոր Պետրոսյանը։ Մենք խոսում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների մասին։ Շատ շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։